PSA-ը դա շագանակագեղձի օնկոմարկեր չէ, այսինքն ինքը շագանակագեղձու հստակ ուռուցքային ցուցանիշ չէ։ Մենք ինչի ենք PSA-ը ստուգում, որովհետև PSA-ը եթե բարձր է, մեզ մոտ կասկած է հարուցում, այո, որ կարող է նաև հիվանդի շագանակագեղձում կան ուռուցքային պրոցեսներ, ուռուցքային խնդիրներ։ Իհարկե կախված է թե ինչ ցուցանիշ ունենք PSA-ի, հա։ Եվ սկսում ենք հիվանդին ավելի խորը, ավելի մանրամասն հետազոտել։ Եթե այնպիսի ցուցանիշներ են եւ կախված հիվանդի տարիքից, հիվանդի շագանակագեղձի չափից կասկած են հարուցում, ինչպես նաև ֆիզիկալ հետազոտության տվյալների հիման վրա, մենք հիվանդին այս դեպքում ոչ թե միանգամից անում ենք սոնոգրաֆիա կամ ինչ որ այլ հետազոտություններ, մենք հիվանդին անում ենք շագանակագեղձի MRT։ MRT ենք անում, որպեսզի ավելի հստակեցնենք։ Կան MRT-ով կասկածելի օջախներ, եթե կան ինչ աստիճանի փայրած սանդղակով, ինչ աստիճանի կասկածելիության օջախներ են եւ որտեղ են գտնվում։ Եթե կա MRT-ով հստակ տվյալներ, որ այնտեղ ունենք ուռուցքային խնդիր, հիվանդն ունի գենետիկ նախատրամադրվածություն, մատնային հետազոտությամբ ունենք կասկածներ, բնականաբար հիվանդին անում ենք շագանակագեղձի բիոպսիա։ Եվ MRT-ն թույլ է տալիս, որ մենք ավելի թարգեթային, ավելի հստակ բիոպսիա վերցնենք այն օջախներից, որտեղ որ կա կասկածելի հատվածներ, որոնք որ գտնվում են շագանակագեղձի տարբեր հատվածներով։ MRT-ն նշում է, օրինակ, աջ բլթի այսինչ հատվածում ժամը այսինչի ուղղությամբ կա այսպիսի օջախ, եւ դու սոնոգրաֆիկ կոնտրոլով այդ օջախից ավելի շատ կտորներ ես վերցնում, սա լինում է թարգեթնի բիոպսիա, այսինքն հնարավորություն է ստեղծում ավելի քիչ բաց թողես ուռուցքային օջախների բիոպսիայի պարագայում։